Նրանց, որոնք խիզախ կյանքով դաժան մահը հեգնեցին և հպարտ մահով մեր սև կյանքին փայլ տվին։ Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ հյուսեցիք մեր ամենից գեղեցիկ ու խիզախ երազները։ Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ մոլեգնած ու մրկացուփ եռում էր ձեր ոտների տակ։ Դուք էիք, որ բռնության ու արհավիրքի խեղդող խավարի մեջ ձեր բոցավառ աչքերի հրափայլ բոցով մոլոր ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք։ Փառք ձեզ։ 1000 տարիների արյունի մառախուղի միջից ձեր գլխին տեղացող անթիվ հարվածների տակ դուք քայլում եք անհողդողտ, համառ ու վսեմ դեպի մի վեհագույն, մի սքանչելի նպատակ։ Քայլում եք հեվիհև, վիրավոր, խոշտանգված, ձեր հսկա թիկունքին կրելով մի բեռ, որի ծանրության տակ այնքան ազգեր լացով խորտակվել են ու կորել, որպես մրրիկներից փշրված փոշու ամպեր։ Հոյակապ բախումների ու հսկայական պայքարի մեջ ձեր բաց ու գունատ ճակատներին կախված մնացին բոլոր զրկվածների, բոլոր դժբախտների հուսացող հայացքները։ Ձեր երկաթ բազուկների գոռ հարվածները չարիքի խոլ կամարները դղրդացրին և տանջված հոգիների մեջ ազատության հույզերը փոթորկեցին։ Եվ այժմ, ով ուխտյալ հսկաներ, ազատության խորանի առաջ, ծնրադիր, ձեզ եմ նվիրում ձեր արյունով ցողված այս կարմիր երազները, և ձեզ, ով անանուն ու կորած մարտիկներ, մութ անտառներում և մռայլ ձորերում ընկած հերոսներ, որոնց վերջին հառաչանքները մրրիկներին են պահ տրվում, որոնց ոսկորները հողմերն են լիզում հեծեծալով։ Ձեզ բոլորիդ, պաշտամունքի և հիացումի արդյունքով և ձեզնով այն վսեմ, այն արյունաներ գաղափարին, որին այնքան սերունդներ փարվել են խանդաղատանքով և որ ահա ձեր շնորհիվ փայլփլում է մեր մռայլ հորիզոնի վրա։ Փառք ձեզ, խոնարհ հերոսներ։ Մեր անհաղթանակ պատերազմները մեր հավաքական դիմագծին դալկություն ու անվստահություն էին դաջել։ Ճակատագրի ու վայրագի դեմ երբեմնի մեր ընդվզումների թույլ, ընդհատ արկայծումները այդպես էլ չկռեցին լիարժեք ապրելու հաստատուն կենսակերպ։ Մեր պարտությունները բարոյական հաղթանակներ դարձան լոկ մերանոթի ու դառնանուշ պոետների շուրթերին, որոնց ձոների թևածավալ ափերում խեղճությունն արդարացնող նահանջն էր արձանանում։ Մենք մեր միամիտ հետնորդ սերունդներին կերակրեցինք այդ բարոյական հաղթանակների անպտուղ, աննյութ հապուրով, որից սնվող տկար միտքը հետզհետե հեշտորեն հաշտվում, հարմարվում էր տարասփյուռ հայի ու հայրենիքի շարունակական կորուստների կործանարար գաղափարախոսության հետ։ Մեր քարտեզը հետզհետե փոքրացավ ու երբեմնի տիգրանյան լայնածավալ երկիրը ընկրկեց, կուչ եկավ ու նմանվեց մեր մեջ բնավորված տալկադեմ մանկամարտ կեղճկուհուն։ Ու թե չճառագեր հայկյան փառքի ռազմերթի շառաչը անդունդ ճարակն էր դառնալու մեր հայրենիք գերեզմանը։ Երևանում միտինգներ էին, Երևանում հարազատ ու հուսադրող կոչեր էին հնչում։ Երևանից թանկագին վարակը հասցրեց Սիսիան ու փետրվարի 25-ին Գագոյի, Արտուշի, Աշոտի ու մյուս համախոհների հետ Սիսիանի մարզադաշտում, անտեսելով խորհրդային անվտանգության մարմինների հետապնդումները, հանդգնեց հանրահավաք կազմակերպել, դրանով իսկ սկիզբ դնելով սիսական աշխարհի քաջորդիների մարտական փառահեղ ուղուն։ Վուրգ Ոսկանյան, Սիսիանի 62-րդ մոտոհորաձգային գումարտակի հրամանատարի
մարտական գծով տեղակալ, զինվոր, ռազմագետ, ուսուցիչն ու ընկերը։ Արշակ ու Արսենիկ Ոսկանյանների 10-րդ զավակն էր։ Նախապապ Հակոբ Կաթողիկոսի ու Ոսկան պապի առերկինք 10 պատվիրանների իրագործման խոստումի աներեր հետևորդը, ինքնակամ ուխտյալը, ժառանգորդը անանց սրբազան պարտքի, որի իրագործման ճանապարհի անհամար փորձությունները երբևէ չընկճեցին նրան։ Վուրգ Ոսկանյան, ամրապինդ, ըմբոստ ու սկզբունքային, անձնական հոգսերը մոռացած, մշտասևեռ ու փութերանտ ռազմիկը, որ հայտնապես աշխարհ էր եկել անդեմ ու անկամ իշխանիկների զգեստապահարաններից մեկընդմիշտ դուրս նետելու արաբի, պարսիկի, թուրքի ու բոլշևիկի խառնագույն դրոշներն ու համազգեստները, տեղը տալով Նժդեհյան արծվագործ սրին ու սրի զարկին։ Պատմության գայթակղիչ, բայց եւ դավադիր որոգայթներից թանկագին փրկվածը, որը բռունցքելով հոգու եւ կամքի ներուժը կռվով ու միայն կռվով պիտի վաստակեր ազատության աստվածահաճ իրավունքը, առաշխար ու երկինք հարատև ծածանելով հայասա աշխարհի եռագույն դափնին։ Դեռ նորածին էր, երբ բանաստեղծ Սուրեն եղբայրը 41-ին Արշակոր հետ մեկնեց ճակատ, ֆաշիզմի դեմ հայի իր վահանը պարզելու։ Արշակ հայրը վիրավոր վերադարձավ, Սուրենը փոքր եղբոր, Վուրգի սրտում մնաց, որպես զոհաբերման օրինակ, որպես հայրենանվիրումի չափանիշ։ Տարիներ էին անցել, 74 թվականին Երևանում ուսանելիս մասնակցում էր հայ դատի ընդհատակյա խմբերի աշխատանքներին։ Գիտեր, որ երբևէ քանդվելու էր կեղծիկի կայսրությունը ու հայի համար ինքնաբացահայտման ու վերարժեքավորման բաղձալի ժամանակներ էին գալու։ Այդ ժամանակներն էին եկել։ Վուրգ Ոսկանյանը անցյալի ցավալի բաստողուններից պիտի քամեր իմաստության կենարար խորհուրդը եւ որպես սուրբ նշխարք պիտի բաժաներ իր զինակից եղբայրներին, քանզի նրան ու նրա եղբայր զինակիցներին էր նախաշնորված հրաշագործելու Հայաստան աշխարհի նորօրյա փառքն ու պարծանքը։ Ազերիների հետ առաջին ընդհարումներից իսկ մեկից շրջադարձվեց արշավախմբերի ղեկավար Սար ու թփի ուսապարկ ու վրանի սիրահար հայրենի վանք ու խաչքարի ուսումնասիրման մեջ իր ու իր ազգի էությունը փնտրող Վուրգ Ոսկանյանի կենսագրությունը, ու հիմա նա նույն հայրենի տարածքներով պիտի անցներ որպես զինվոր եւ հրամանատար։ Հիմա այդ տարածքները պաշտպանական խրամատներ էին դարձել ու կոչվում էին Սարցատուն, Աղոթարան, Սիսկատար։ 88 նոյեմբերին կազմավորվեցին Սիսիանի առաջին աշխարհազորային ջոկատները։ Ազերիները տեղահանել էին Նախիջևանի Նորս, Ագուլիս, Շահկերտ հայկական գյուղերը ու միայն Ազնաբերդն էր կանգուն մնացել։ Հարկավոր էր պահպանել հայկական վերջին ոստանը։ Վուրգը Մկրտիչ Ժորա եղբայրների գլխավորությամբ մարտական խմբի միջոցով ձորերի կածաններով Ազնաբերդի պաշտպաններին ուղարկեց խնայված զինամթերքի առաջին խմբականակը։ Անհանգիստ ու պահանջկոտ Վուրգը օրը չէր թողնում մայր մտնի, եթե կարևոր մի ձեռնարկ չավարտեր։ Խստապահանջ հրամանատարը նաև բարեհոգի հայր էր ու սրտացավ ընկեր, թեև հաճախ խոստովանում էր, որ ինքը այլևս իրենը չէ, պայքարի տարերքն էր իր աստվածը։ 88-ի երկրաշարժի օրերին դառնացած հոգին կարծես սրտից դուրս էր ժայթքել, եռանդով օգնում էր աղետյալներին ու չէր հավատում, չէր ուզում հավատալ, որ երկնային կամ երկրային որևէ ուժ ի զորու է լինելու ընդհատելու իր ու իր ընկերների արդար կռիվը։ Աղետի շրջանից վերադառնալով, կարծես լրումն իր համոզման, կազմակերպեց Սիսիանի շրջանի ազերիներով բնակեցված 11 գյուղերի տեղահանումը ու Ադրբեջանից գաղթած հայերին վերաբնակեցրեց այդ գյուղերում։ Անհամբեր էր ու ժամ առաջ պիտի տեսներ ներդրած ջանքի արդյունքը։ Երևի գիտեր, որ ժամանակը կարճ էր ու ամեն գործ պիտի հասցներ։ 91-ին Սիսիանի թիվ առաջին դպրոցում հիմնեց սկաուտների խմբակներ, ուր ընդգրկվեց նաև դուստրը, Անահիտը։ Ոսկանյանը իր հերթափոխը հանձնում է իր դուստրին։ Միակ հուսալի
Գենարանը միակ հուսալի ապագան։ Այսուհետև այս տարերի թերը կդառնան սկաուտները։ Դրանք այն սերունդներն են, որոնք պետք է գերազանցեն իրենց ծնողներին։ Զանգեզուրյան մաքրայրան, իսկական, մարդասիրական, հայրենասիրական ոգով դաստիարակված երեխաները։ Իրենց փոխարինողներ էին պետք, Վուրգը այդ մասին մտածում էր։ Յոլդաշը անասնագողի մակարդակից առաջ չէր անցել, Վաղատնիի անգեղակոթի հոտերն էր տանում։ Ազերի հայրենասերի համար հայրենիքը որ կորից այն կողմ ու զգացում էր։ Վաղատնի գյուղի ֆերմայի մոտ Վուրգը իր ջոկատի հետ անասնագող ազերիներին պատժելու էր եկել։ Մինքենդի ուղությամբ ազերիներին օգնության հասած խորհրդային ուղղաթիռներն ու դեսանտային խմբերը շրջապատեցին Վուրգի ջոկատին ու պահանջում էին զինաթափ լինել։ Լսվեց Վուրգի խրոխտ երգը, լսվեց Վուրգի խռպոտ մերժումը ու բազում մարտեր տեսած ռուս սպանեստերենկոն գործող նռնակը բռունցքում սեղմած թավ բեղերով արծված քայի մեջ անզիջում վճռական կամք տեսավ ու համաձայնեց բանակցել։ Ռուս նեստերենկոն ու հայ Վուրգը իրարից բաժանվեցին թշնամաբար, բայց խաղաղորեն։ Նրանցից մեկը անթաքույց կրծոտելով շրթունքները մտովի բախտից խնդրեց իրեն այլևս երբեք չհանդիպեցնել այդ թավբեղ խենթին։ 89-ի Աղդաբանի ընդհարումը Նախիջևանի ազերիներին հասկացրեց, որ Սիսյանցի զինվորը չի կատակում։ Աղոթարան բարձրունք սրբատեղիի արյունոտ մարտերը գջլոտ խուժանի համար դարձան ծանր ու դառնահաճ հուշեր։ 91-ին լրացավ Վուրգ Ոսկանյանի 50-ամյակը։ Այդ արդիվ Վուրգը ատելության իր անհատակ պարկից Ազերի Յոլդաշին Վայքից մինչև Մեղրիի սահմանային հատվածները անակնկալ նվերներ ուղարկեց, իր հեղինակած ինքնաշեն բեկորավորականները։ Սահմանային ու հարձակողական անհաշիվ արյունալի մարտերը Սիսյանցի քաջերին չէին ընկճել, չէին հոգնեցրել և 1992 թվականի մայիսի 18-ին փառապանծ գումարտակի մարտիկները հաղթական մտան լաչին ու ազատագրված հողում խանդավառությամբ երգեցին իրենց մարտական օրհներգը։ Արի դաշտերո Կորցրածը հետ բերելու միամիտ հույսով ազերի զորախմբերը անընդհատ հարձակումներ էին ձեռնարկում Լաչինի ուղղությամբ և հեռահար հնանոթներով ռմբակոծում էին Կորնիձորը։ 1992 թվականի հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Արաբո, Նիկոլ Դուման և աղբյուր Սերոբ ջոկատների հետ գործողության ընդհանուր հրամանատար Վուրգ Ոսկանյանը իր վաշտով Մուրադ Խանլիի գծով ձորի երկանքով շարժվեց դեպի Գյուլիբերդ։ 40 ընդունումեցին։ Եզեն գտարով գյուղը որ կա, գտարով գյուղը, դրա երկու բարձունքը մաջուց է, սախում նստած եմ և մեկ տեղում նստած եմ։ Որ գյուղ։ Գյուլիբերդ հաստ է պրտկել։ Գյուլիբերդում։ Հասկացա, որ նա գործել է։ Լավա, եղբար ջան, լավա։ Չէ, դուտից մի քիչ առաջ արև որ ես գիտեմ հաջորդ գյուղը։ Վերջալույսի մարմրող շողերի հետ Վուրգը առանց զոհի ու վիրավորի թուրքլարի բարձունքներում էր ու իր դիրքերն էր ամրապնդում։ Ներքևում այրվող Գյուլիբերդն էր, ներքևում պարտված ազերիների անշարժ մարմինները։ Հեռու կապույտ ապագաներում Հայաստան ու հայրենիք կերտող նորագույն մարտիկները կամքի ու կեցվածքի դասերը սերտելիս նախ տակավին պիտի ոգեկոչվեն ոչ հեռու անցյալի ազատագրական պայքարի փառահեղ անուններով, որոնց անմահ փաղանքում է զինվոր ու հրամանատար Վուրգ Ոսկանյանը։ Սկզբնական շրջան սահմանների պաշտպանությամբ Վուրգն էր, որ համախմբեց ամբողջ շրջանի երիտասարդությանը, բաժանեց ըստ ֆրոնտների, այն ժամանակ Սիսյանի վիճակը շատ ծանր էր, որովհետև և հյուսիսից և հարավից ազերիների հետ սահմանագից էինք։ Առաջին զենքերի պատրաստման հարցը Վուրգը լուծեց, քաղաքական բոլոր հարցերը Վուրգն էր լուծում։ Մի խոսքով Վուրգն էր, որ այդ ամբողջ արթնացումը կատարեց։ Վուրգի նախաձեռնությունն էր, որ Գյուլիբերդը վերցրեցին։ Վուրգի նախաձեռնությունն էր, մենք Վուրգին այնքան էինք վստահում, որ Ղապանի այդ մեծ օպերացիայից հետո
բոլորս հետ եկանք, վուրգը իր բաշտով մնաց եւ այդ գրաված տարածքը պաշտպանեց։ Ռազմական գործում առաջի քայլերը մեզ սովորացրել է վուրգը։ Կադրային զինվորական չկար մեր մեջ, ոչ մեկս էլ պատկերացում չուներ, նույնիսկ զենք չէինք հասկանում։ Այդ ամբողջը կատարել է վուրգը։ Բանից որ մեր հաջողությունների հիմնական մասը ես վերագրում եմ վուրգի։ Զանգելանում կենտրոնացված ազերիները Շարաֆլուի դիրքերից հեռահար հրանոթներով շարունակ ռմբակոծում էին Ղափան քաղաքն ու շրջակա գյուղերը։ Գրադի անհամար հրթիռները ամենուր ավերածություններ էին սփռում ու ելքը հակահարվածներ։ Ղափանի ջոկատների հետ համատեղ հակահարձակման նպատակով 92-ի հոկտեմբերին Սիսիանի գումարտակը Հովիկ Ազոյանի հրամանատարությամբ տեղափոխվեց Ղափան։ Երևանից ճակատային գիծ էր եկել Անդրանիկ Պողոսյանը։ Անդրանիկ Պողոսյանը տարիներ առաջ Բելգրադում դաշնակցական մարտիկի իր խոսքը ասել էր ու հիմա Ղափանի դիրքեր էր եկել իր մաղթանքը փոխանցելու եղբայր զինակիցներին։ Անգեղակոծի Փաշան, Հրաչը, Աղալոն, Մանվելը, Մինասյան Աշոտը, Արշակը, Ազոյանը, Արմենը, Հրաչը, Ժորժիկը, Վուրգը, բոլորը շարքերում էին ու Անդրանիկի բերած մեծ եռագույնի վրա իրենց ստորագրություններն էին դրոշմում, իրենց երթումն էին հաստատում։ Հետախուզական աշխատանքները ավարտին էին մոտենում և նշանակվեց հարձակման օրը։ 1992 թվականի դեկտեմբերի 10։ Առջևում ծանր ու պատասխանատու մարդն էր, վուրգը տղերքին վերջին ցուցումներն էր տալիս։ Ամենակարևորը, հատկապես մառախլապատ եղանակներին և գիշերվա մարտերի ժամանակ ընկերոջը միշտ զգալն է, արս ձախ թևերին և թիկունքին։ Այլապես կարող է թևը թևի վրա կրակել, կարող են զոհ տալ։ Շարժման ընթացքում, եթե սկսում է գրոհը, անպայման, հակառակորդի կրակետագրոլու ժամանակ գրոհող խումբը ոչ բոլորը միաժամանակ սկսում գրոհը, մի մասը գրոհում է, մյուս մասը կրակով ապահովում է գրոհողներին։ Եթե անհնար, այսինքն կրակային հեռավորություն ասեք ավտոմատիկ կամ պուլեմոտի լավագույն կրակային հեռավորությունը, մինչև 500 մետր, արդեն անհնար է ընդհանուր ծեպով շարժվել, արդեն օգտագործում է վազքահերթերի, ռուսերեն պերեբեշկի, կարճ կամ երկար վազքահերթերը, կարճ վազքահերթը մինչև 20 քայլ, երկարը մինչև 40 քայլ։ Եթե արդեն աշնանալա մոտենալով հաջողվել հակառակորդին հանել իր առաջին դիրքերից, այդ նույն դիրքերում մնալը թեկուզ 1-2 վայրկյան դա արդեն կորցրական հետագա առաջխաղացման է, որտեղ հակառակորդը նահանջել է, պետք է դիրքավորի պաշտպանական երկրորդ դիրքում։ Երկրորդ դիրքում նրանք ունեն որոշ չափի, բայց նրանք կրակելու իրավունք չունեն, որտեղ պետք է խփեն իրենցին։ Դրա համար առաջին դիրքերից հետո անմիջապես գրոհը շարունակում է, մինչև երկրորդ, երրորդ, մինչև բոլոր պաշտպանական դիրքերը մենք համից ջախջախել հակառակորդին։ Մեռակները գցելուց հետո նոր արդեն գրոհում եք հակառակորդ դիրքերը ձեռամարտում թե սվինամարտում վերջնարապես ջախջախում հակառակորդի ուժերը ու շարունակում գրոհ ընթացքից։ Կեսգիշերին ըստ նախապես մշակված հարձակման ուղղությունների Սիսիանի գումարտակի վաշտերը ուղղություն վերցրեցին դեպի ճակատային գիծ։ Սահմանային հանդ գյուղի դիրքերից Ազոյանի, Հրաչի ու Աշոտի տղերքը երկարաձիգ կրակահերթերով ապահովում էին Շարաֆլուի գյուղերը առաջացող գրոհային խմբերին։ Վուրգը բոլորի հետ էր, առաջավոր գծում էր։ Վուրգավիկին, իսկ վուրգը շատ է հեռու քեզնից, շատ է ձախ քեզնից։ Անտառի մացառներով դեպի ազերիների որջերն էին իջնում արտաքուստ պարզ ու հասարակ, ներքուստ աննկարագրելի վեհությամբ օժտված հայ մարտիկները։ Օրը ավարտվում էր նաև ազերիներով բնակեցված 13 գյուղերի վերստին հայանալու ոդիսականը։ 93-ի վաղ գարնանը մարտական գործողությունների հնոցը տեղափոխվեց դեպի Մարտակերտ Քյալբաջարի ուղղությունը։ Նարիշտարից ընդհանուր շփոթի մատնված ազերիները
հրետակոծում էին Մարտակերտի Վանք գյուղի շրջակայքը։ 142 գումարտակի բազայի վրա վերակազմավորված Սիսյանի 80-046 զորամասի հրամանատար Աշոտ Մինասյանը կենտրոնական շտաբի հատուկ հանձնարարությամբ իր զորավաշտերը տեղափոխեց Մարտակերտ։ Վանք գյուղի մարտիկների հետ արագ հետախուզելով տեղանքը մարտի 25-ին Մանվելի, Հրաչի ու Արայիկի վաշտերը գրոհային ապահովական պատրաստություններից հետո շարժվեցին դեպի Նարիշտար։ Երեկոյան կողմ Մինասյանի տղերքը առանց զոհի ու վիրավորի մտան Նարեշտար։ Հաջորդը Չարեկթարն էր, հաջորդը Քյալբաջարի ընդհանուր շրջանի ազատագրման գործողությունների սկիզբը։ Գործողության ծրագիրը հստակ էր։ Հարկավոր էր ազերիներին ստիպել նահանջի ուղի դարձնել Քյալբաջար-Կիրովաբադ գիծը, որը իր հերթին Քյալբաջարի շրջանի ամբողջական ազատագրման նպաստավոր մարտավարություն էր ենթադրում։ Ծրագրի առաջին հատվածը ավարտված էր։ Նարեշտար ու Չարեկթար գյուղերը ազատագրվել էին։ Ընդհանուր հարձակողական ծրագրի մաս էր կազմում վուրգի գործողությունները։ Մարտի 30-ին վուրգը Էջմիածնի ջոկատի և 31 հոգուց բաղկացած իր խմբով Լաչինից շարժվեց Պիչանիս։ Չորմանով գյուղի մատույցներում Էջմիածնի ջոկատը ըստ նախատեսված ծրագրի ուղղվեց դեպի հարավ։ Վուրգը Շամքենդում հալածելով Լաչինից նահանջող ազերիներին Նաղդալի գծով պիտի միանար Աշոտի կենտրոնական զորախմբին։ Զրահափոխադրիչն ու Ուրալը շարժվում էին դեպի Պիչանիս։ Վուրգը իր վիլիսով ընթանում էր հետևից։ Յուղ տանող ճանապարհը հարթ էր ու զարմանալի հանդարտություն էր ամենուր։ Վուրգին դուր չեկավ այդ խաղաղությունը։ Վիլիսը արգելակեց ու որոշեց գյուղը զննել հեռվից։ Սլավիկը ուղղվեց դեպի Վուրգը, բայց նրան չհասավ։ Հանկարծ ճանապարհի ձախ կողմից կրակոցներ սկսվեցին։ Վուրգը հրահանգեց դիրքավորվել ու հակահարված տալ։ 4 կողմից տեղացող գնդակները անակնկալի եկած մարտիկներին երկու մասի էր բաժանել եւ հակահարվածին կանոնավոր տեսք տալը ավելի էր դժվարանում։ Պիչանիսի կողմից երևաց ազերիների տանկը։ Ականանետի կրակոցը ապարդյուն անցավ։ Տանկը մոտենում էր Ուրալին։ Զրահափոխադրիչը շարժվեց հետ, կանգնեց Ուրալի ետևում, մի քանի կրակոց արձակեց եւ անսպասելիորեն լքեց մարտադաշտը։ Զոհվել էին Վարդանը, Հրայրը, ոտքից ու քունքից վիրավոր Վուրգը դեռ մարտունակ էր ու տղերքին ապահով դիրքավորվելու հրահանգներ էր տալիս։ Անհավասար մարդը ընդունվել էր։ Պատերազմում նախ հաղթում է հոգին, զենքը լոկ գործիք է, միջոց, եւ որտեղ այն անզոր է, գործում է սխրանքը, գործում է աներեր մղումը։ Ազերիների տանկի ուղիղ նշանառության կրակոցը շարքից դուրս բերեց Ուրալն ու բոլոր սարքավորումները։ Դեպի Ձորակ նահանջի ճամփան վտանգված էր։ Անհավասար մարտի հետագա ընթացքը ողբերգական ավարտ ուներ։ Երրորդ գնդակը մահացու խոցեց Վուրգին։ Դեռ չմթագնող միտքը հասցրեց հրաժեշտ տալ Անահիտ ու Սուրեն զավակներին։ Աշոտ հրամանատարին զեկուցեց, որ առաջադրանքը կատարված է։ Սուրեն եղբորը ձայնեց, որ միանում է իրեն։ Նախապապ Հակոբ Կաթողիկոսին մրմնջաց, որ պատվիրանների կատարման խոստմանը հավատարիմ մնաց, որ դրանցից սիրեց հատկապես պատվազգաց ապրելու վարքը, ու խնդրեց, որ իրեն լույս երկնքներում ընդունեն 10 ուխտյալ եղբայրների հոգիների հետ։ Բիլ կապտախոր աչքերը խամրում էին, իրենց ծով հատակում անմահացնելով իշխանասարի վեհ ու հպարտ խոյանքը, ու դեպի երկինք համբառնող հոգին մրմնջում էր անմահ անուններ՝ Լավրենտ, Գևորգ, Վալերիկ, Զոհրակ, Վալոդիա, Վարդան, Ալբերտ, Հրայր, Մելսիկ, Վահան։ Գիտեի գնալը քո, չգիտեմ վերջը գալուտ, անգլուխ ես աշխարի լացի մեջ, լաց եմ լինում։ Հավաքած մի բուր կարոտ, հավաքած վերջին մի խոսք, քո կանչից թաքուն զարթնել, մահիս հետ լաց եմ լինում։ Ասված չասվածից զատ դեռ պատգամ կա, որ անմահ հետք է դառնալու հետո, առողջ ժամանակներում։